Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղևոնդյան։ Պարոն Ղևոնդյան, քաղաքասարակության ներկայացուցիչները ադրբեջանցի կրկին Հայաստանում էին փետրվարի 13-ից 14-ին տեղի ունեցավ հերթական նիստը, ընդհանուր առմամբ ինչի շուրջ էին զրույցները եւ կուզենամ այս անգամ ավելի շատ խոսենք նաեւ ադրբեջանական կողմի մտահոգությունների մասին եւ նաեւ թե ինչու է կարեւոր ուղիղ երկխոսելը Բաքվի հետ եւ նաեւ քաղաքասարակության ներկայացուցիչների այս շփումը ինչու է կարեւոր, ինչ է դա տալիս ընդհանուր առմամբ եւ կողմերի զրույցների ամենակարևոր օրակարգային հարցերին անդրադառնանք, պարոն Ղևոնդյան, թե հայկական կողմի մտահոգություններից խոսենք, թե նաեւ Բաքվի քաղաքասարակության ներկայացուցիչների մտահոգություններից բարձրաձայնված հարցերից։ Սկսենք կարևորությունից, նշեմ, որ ոչ մի դեպք չկա աշխարհում, որ կառավարությունների համաձայնության արդյունքում պետությունները կամ հասարակությունները եկել են համատեղ գործողություններ իրականացնելու։ Ոչ հասարակությունները պետք է գնան այդ ճանապարհով եւ հասարակությունները պետք է ձևավորեն այն կամուրջները, որոնց միջոցով հնարավոր կդառնա երկու երկրների ամբողջական համակեցություն։ Խոսքը չի գնում իհարկե բարեկամության, եղբայրության կամ նման արտահայտությունների մասին, խոսքը գնում է նրա մասին, որ երկու երկրները ունեն բազմաթիվ հարցեր, բազմաթիվ օրակարգեր, որտեղ շահերը համընկնում են եւ կոնֆլիկտից հետո, իսկ կոնֆլիկտը ըստ էության ավարտված է, կոնֆլիկտից հետո այս շահերի շուրջ աշխատելն անհրաժեշտություն է ամեն մեկիս համար, ոչ թե կառավարությունների համար, ոչ թե երկրների ղեկավարների համար, այլ հասարակությունների համար առաջին հերթին։ Եվ նմանատիպ հանդիպումները կարևոր են հենց այս այլ մակարդակներում համակեցության ապահովման, այլ մակարդակներում իրար ավելի լավ հասկանալու եւ կապեր ձևավորելու առումով։ Տեսեք, քաղաքասարակությունները անկախ նրանից, որ Ադրբեջանի դեպքում հաշվի առնելով ավտոկրատ ռեժիմը Ադրբեջանում գործող քաղաքասարակություն ասվածը այնուամենայնիվ ինչ-որ վերապահումներով պետք է ընդունել, բայց մյուս կողմից սրանք մարդիկ են, ովքեր որոշակի առումով իրականացնում են այն գործառույթները, որոնք իրականացնում է քաղաքասարակությունը այլ երկրներում, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում։ Մեր դեպքում երկու երկրների քաղաքասարակությունները, Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքասարակությունները եւ այն մարդիկ, ովքեր փաստացի հանդիպումներին մասնակցում էին, ներկայացուցիչներ են այնպիսի կենտրոնների եւ այնպիսի անհատներ են, ովքեր ունեն երկկողմանի կապեր, մի կողմից դեպի ներքև, դեպի հասարակություն, չասենք ներքև, որպեսզի դա, չգիտեմ, մանիպուլյացիաների տեղ չտա երկու ուղղությամբ, մի կողմից դեպի հասարակություն, մյուս կողմից դեպի իշխանություններ։ Եվ այս շփումները հնարավորություն են տալիս հեռարձակելու մոտեցումներ թե հասարակությունների տրամադրությունների մասին, թե իշխանությունների այն կարծիքների, այն մոտեցումների, այն տրամադրությունների մասին, որոնք բաց կերպով չեն հասնում հասարակություններին, եւ այս մոտեցումների մասին կիսել պատկերացումներ։ Այդ պատկերացումները շատ դեպքերում շատ կանխակալ են։ Ես նշեմ, որ շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ, այսպես ասեմ, ուղղակի մեր մտքով չի անցնում, որ իրենք կարող է այսպիսի բան են մտածում կամ այսպիսի բան են զգում։ Ինչպես իրենց մտքով չի անցնում, որ կարող է մենք այսպիսի բան ենք մտածում կամ այսպիսի բան ենք զգում։ Շատ հարցերի վերաբերյալ այդպիսի դրսևորումներ մենք տեսնում ենք։ Օրինակ, պարոն Ղևոնդյան, մի քանի հարց կնշեք։ Բազմաթիվ նման հարցեր կան, հիմա ես մանրամասնությունների չէի ցանկանա անդրադառնալ, հաշվի առնելով, որ գործընթացները այնուամենայնիվ ընթացքի մեջ են եւ շատ հարցերին ավելի մանրամասն հարցերի մասին խոսելիս հնարավոր է նաեւ վնասել այդ գործընթացներին, բայց կան իրավիճակներ, կան հարցեր, որոնց լուծումը փաստորեն շատ պարզ է եղել, բայց մենք ուղղակի չենք մտածել այդ պարզության ուղղությամբ։ Մենք կանխակալ կարծիք ենք ունեցել իրենց մտադրությունների մասին, իրենք կանխակալ կարծիք են ունեցել մեր մտադրությունների մասին եւ փաստացի չի ստացվել համագործակցությունը։ Իսկ նման հանդիպումների ժամանակ հատկապես հենց այն, որ փակ են նման հանդիպումները եւ հնարավոր է բաց, ազատ, առանց անակցություններ ունենալու խոսել, երբեմն նման հարցերի պարզ լուծումները գտնվում են։ Իհարկե պետք է անպայման հաշվի առնել, որ եւ Հայաստանի քաղաքասարակությունը եւ Ադրբեջանի քաղաքասարակությունը որոշումներ կայացնողներ չեն եւ մենք ընդհանրապես կարող ենք այդ բարձ լուծումները տանել, հասցնել որոշումներ կայացնողներին, կարող ենք առաջարկել այդ լուծումները մեր կառավարություններին, մեր հասարակություններին, մարդկանց ներկայացնել այդ լուծումները եւ այս առումով այո եւ նմանատիպ հանդիպումները եւ այլ բազմաթիվ ձևաչափերը, որոնք գոյություն ունեն ի վերջո միայն սա չէ, շատ կարեւոր են խաղաղության ամրապնդման եւ ի վերջո համակեցության ապահովման նկատառումներով։ Գալով ձեր հարցի այն մասին, թե ինչ
հարցեր են շոշափվել։ Նշեմ, որ բազմաթիվ հարցեր հատկապես կնճռոտ հարցերի մասին։ Այո, բազմաթիվ հարցեր շոշափվել են, կնճռոտ հարցերից կանխելով ձեր հարցերից մեկը, կարծում եմ նման հարց կլինի, եղել է գերիների հարցը, որի վերաբերյալ բարձրաձայնել են մեր պատվիրակության անդամները, այդ թվում ես խոսել եմ այդ մասին, եւ այս հարցում առաջընթաց ապահովել է, կարծում եմ, բավական բարդ է եւ բարդ է լինելու։ Առավել եւս, որ մեր ադրբեջանցի պատվիրակները ըստ էության կրկնում են այն, ինչ ասում է իրենց իշխանությունը գերիների հարցում եւ այստեղ հավանաբար երկարատև աշխատանք է պետք եւ ոչ միայն մեր ձևաչափով, որովհետեւ կարողանանք այս հարցի լուծումը ի վերջո գտնենք։ Գերիների հետ կապված հարցում նաեւ հանդիպման ժամանակ խոսել են թե Հայաստանի պաշտոնյաները, թե այն մարդիկ, ում հետ ընդհանրապես ադրբեջանցիները կոնտակտ ունեցել են։ Այնպես որ կնճռոտ հարցերից այս մեկը իսկապես Հայաստանը անընդհատ բարձրացնում է ցանկացած ձևաչափով եւ ակնհայտ է, որ եթե լուծումը լիներ մեր բարձրացնելու մեջ, այդ հարցը լուծված կլիներ։ Իհարկե այստեղ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց վերաբերյալ այնուամենայնիվ քննարկումները շարունակվում են։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ հարցեր, ինչ այլ մտահոգություններ ունեն ադրբեջանցիները, ակնհայտ է, որ գլխավոր հարցը Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի դերակատարներից որոշների հայտարարություններին կամ դիրքավորումներին է վերաբերվում։ Կոնկրետ ռուսական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերին, ովքեր կարծես թե համաձայն չեն Հայաստանի խաղաղության օրակարգին, Հայաստանի իշխանությունների մոտեցումներին, նույնիսկ հայտարարում են, որ տրիպի հետ կապված նոր պահանջներ են ներկայացնելու եւ այլն։ Այսինքն դա մտահոգում է նաեւ Բաքվի։ Հասկանալի է, այո, ադրբեջանցիներին դա մտահոգում է, որովհետեւ նրանք կարծում են, որ եթե օրինակ Հայաստանը ժողովրդավարական պետություն է եւ ժողովրդավարական ճանապարհով իշխանությունները փոխվեն եւ իշխանության կան նման հայտարարություններ անողները, ապա կարող է այս օրակարգը ընդհանրապես տապալվել։ Ակնհայտ է, որ այս մտահոգությունների հարցում կա նաև Հայաստանի Հանրապետության շահերի հետ համընկնելու խնդիր, որովհետև Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում, որ խաղաղության օրակարգը տապալվի, եւ Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում, որ Հայաստանում իշխանության կան ռուսական կողմնորոշում ունեցող ինչ դերակատարներ։ Եվ այս հարցի վերաբերյալ եւս քննարկումներ եղել են։ Եղել են նաև Ադրբեջանից այլ մտահոգություններ կապված Հայաստանի ներքին դաշտում ադրբեջանցիների եւ Ադրբեջանի հասարակության անդամների Հայաստան ժամանելու վերաբերյալ բացասական արտահայտություններին կապված այն մարդկանց մոտեցումների սոցիալական ցանցերում գրառումների հետ, ովքեր անհանդուրժողականություն են քարոզում ադրբեջանցիների նկատմամբ, ասել են նրա մասին, ինչ իրենց մտահոգում է։ Ինչպես մենք ասել ենք նրա մասին, ինչպես մտահոգում է գերիների հարցը, արդեն ես ասացի, այլ խնդիրներ եւս բարձրաձայնել են հայկական պատվիրակության անդամներս կապված թե ադրբեջանցիների կողմից նմանատիպ դրսևորումների հետ, թե Հայաստան-Ադրբեջան սահմանի փակված լինելու հետ, սահմանազատման, սահմանագծման հարցերում առաջընթաց չունենալու հետ։ Այսինքն բոլոր այն հարցերը, որոնք մտահոգել են կողմերին, բաց կերպով ներկայացվել են։ Պարոն Ղևոնդյան, ասացիք, որ մտահոգություն ունեն, որ որոշակի ռուսական սեգմենտը կամ այդ ներկայացուցիչները կարող են գալ իշխանության եւ այդ կերպ կարող է նաեւ խաթարվել թե խաղաղության համաձայնագիրը եւ թե թրիփը։ Այդ իմաստով ինչու Բաքվում շտապողականություն չկա խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման հետ կապված, այսինքն ինչին են սպասում իսկապես իրենց գլխավոր նախապայմանը մնում է սահմանադրության փոխելը, թե դա մեծապես կախված է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, չէ՞ որ եթե խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրում լինի միջև ընտրություններ, հետո դա կանխելը շատ ավելի դժվար է լինելու կամ հետ քայլ անելը շատ ավելի դժվար է լինելու։ Հիմա Բաքվում ինչ տրամադրություններ կան այդ առումով եւ ինչու Բաքուն օրինակ չի շտապում հենց խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման գնալ, ինչն է խանգարում։ Համառ խոսակցություններ են գնում, որ հնարավոր է խաղաղության պայմանագիրը մինչև Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները ստորագրվի, վավերացման հարցը մնա հետո, եթե դա իրականություն դառնա, ապա հենց ձեր հարցի պատասխանը փաստացի կտրվի։ Ես չգիտեմ իրականում պաշտոնական մակարդակում համաձայնությունները այս հարցով ինչ փուլում են, ընդ որում այդ հարցի վերաբերյալ Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչներն էլ միանշանակ պատասխան չունեին, արդյոք գործընթացի ինչ փուլում է եւ ինչպես կընթանան իրադարձությունները, բայց ընդհանուր առմամբ այո, համաձայն եմ ձեզ հետ, որ Ադրբեջանը
ճիշտ կանի, որ մի փոքր արագացնի գործընթացները, ընդ որում այդ հարցի մասին խոսել ենք։ Ես ինքս օրինակ ասել եմ, որ լավ կլիներ, որ Ադրբեջանը ազդեցություն ունենար Թուրքիայի վրա, Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու հարցում, դրական ազդեցություն ունենար Թուրքիայի նկատմամբ։ Մենք գիտենք, որ իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները դեռ բանալին բակվում են։ Տեսեք, մենք գիտենք, որ բացասական ազդեցություն Ադրբեջանը ունի եւ գիտենք, որ Ալիևը միանշանակ կերպով ցույց է տալիս, որ ինքն է որոշում Հայաստան-Թուրքիա սահմանը բացվի թե ոչ, եւ այս հարցի վերաբերյալ հակառակ կողմնորոշումը ես ներկայացրել եմ առայն, որ եթե Ադրբեջանում անհանգստանում են գործընթացների առաջընթացի վերաբերյալ, ապա լավ կլինի, որպեսզի դրական ազդեցություն ունենան Թուրքիայի նկատմամբ, որպեսզի Հայաստան-Թուրքիա սահմանը բացվի, որովհետեւ ինչպես դուք նշեցիք, այո, արդեն տեղի ունեցած գործընթացները հետ շրջելը շատ ավելի դժվար է, քան թույլ չտալը, որ դրանք տեղի ունենան։ Իհարկե Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչներն էլ իրենց մոտեցումներ ունեին այս հարցերի վերաբերյալ, իրենք էլ գտնում էին, որ դեռևս կան հարցեր, որոնք պիտի ճշգրտվեն Հայաստանի Հանրապետության հետ կապված սահմանազատման, սահմանագծման, անկլավների հարցերի հետ եւ այլն, եւ նորից հղում անելով եւ իրենց խոսքին եւ մեր պատկերացումներին, որոնք համընկնում են, այնուամենայնիվ այնտեղ որոշումներ կայացնողներ չէին նստած։ Այնտեղ մարդիկ էին, ովքեր կիսվում էին մոտեցումներով եւ մենք էինք փորձում իրենց միջոցով ինչ-որ բան հասցնել իրենց կառավարությանը եւ իրենց հասարակությանը եւ իրենք էին փորձում մեր միջոցով ինչ-որ բան հասցնել մեր հասարակությանը եւ մեր իշխանություններին։ Եվ քանի որ խոսեցինք Կարապետյաններից, շարժումից հայտնի է, որ արդեն կուսակցություն է դարձել ուժեղ Հայաստան անվամբ եւ գիտեք կուսակցությունը օրեր շնորհանդեսը տեղի ունեցավ, որի ժամանակ հայտարարություններ եղան, որ Սամվել Կարապետյանն է գլխավորելու ցուցակը, այսօր արդեն հայտարարությունը փոխվեց։ Ընդհանուր առմամբ, պարոն Ղևոնդյան, հասկանանք թե ինչ ճանապարհով է որոշել գնալ, այսպես ասած, ուժեղ Հայաստան կուսակցությունը, որովհետեւ տպավորություն է, որ հայտարարությունների մի մասը նրա մասին են, թե ինչպես պիտի շրջանցել սահմանադրությունը կամ ասում են մենք կգանք մեծամասնություն կլինենք, կփոխենք այս կետը, կհարմարացնենք այս մի կետը մեզ։ Հասկանանք ինչ տրամաբանություն է գործում ուժեղ Հայաստանի այդ կուսակցության մոտ եւ ինչ եք կարծում, իսկապես շանսերը մեծ են եւ մտավախություն տեղիք կա այդ իմաստով, որ ռուսական սեգմենտ հանդիսացող կամ պորտալարով Ռուսաստանի հետ կապ ունեցող այս ուժը կամ անհատները կարող են նման մեծ ներկայացվածություն ունենալ խորհրդարանում։ Տեսեք, մեր հաղորդումը սկսելուց առաջ մենք խոսում ենք այն մասին, որ միայն կառավարությունների միմյանց միջև համաձայնությունները եւ հաղորդման ընթացքում էլ խոսեցինք, բավարար չեն, հասարակությունները պետք է կարողանան իրար հասկանալ, որպեսզի գործընթացներ տեղի ունենան։ Նույն տրամաբանությունը կա նաեւ Ռուսաստանի հետ կապված հարցերում։ Կա այսպիսի տրամաբանություն, եթե որևէ ռուսական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժ իրականացնում է որևէ գործընթաց, օրինակ բռնի կերպով տեսականորեն բռնի կերպով տիրանում է իշխանությանը, դա բավարար չէ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն իրացնելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքականություն շրջելու համար։ Անհրաժեշտ է հասարակությանը որոշակիորեն նաեւ հաղորդագրություններ հղել առ այն, որ քաղաքականությունը լինելու է այսպիսին, դուք ունենալու եք այս դերակատարումը եւ այդ դերակատարման շրջանակներում այս տրամաբանությունները գործելու։ Ինչ է անում ուժեղ Հայաստանը։ Հայաստան բանականության ուժեղ Հայաստանը ցույց է տալիս Հայաստանի ժողովրդին, որ մենք առաջարկում ենք չհարգել Հայաստանի սահմանադրությունը, մենք առաջարկում ենք օրենքներին չհետևել, ոչ միայն առաջարկում ենք, մենք դա այդպես ենք անելու։ Այն, որ խոսում են այն մասին, թե մենք գալու ենք իշխանության եւ Սամվել Կարապետյանին դարձնելու ենք վարչապետ, սա խոսում է նրա մասին, որ իրենք Հայաստանի Հանրությանը ցույց են տալիս, որ այն իշխանությունը, որը կձևավորենք մենք, դա հիմնված չի լինելու օրենքների վրա, դա հիմնված չի լինելու կարգի վրա, դա հիմնված է լինելու կամքի վրա։ Ինչպես օրինակ Վրաստանում Իվանիշվիլին ինչ ցանկանում է, դա էլ անում է։ Հայաստանում էլ Իվանիշվիլի երկրորդը Սամվել Կարապետյանը ինչ ցանկալա, դա էլ անելու է։ Ընդ որում դա անելու է առաջին հերթին եւ գլխավորապես տիրանալով Հայաստանի Հանրապետությունում իշխանության գլխավոր դեմքի աթոռին սահմանադրության խախտմամբ։ Տեսեք, կա ճանապարհներից մեկն այն է, որ Սամվել Կարապետյանը կարող է այդ ամենը անել առանց հայտարարելու։ Կարող է այդ ամենը անել, այդ գործընթացը կարող է իրականացնել տեսականորեն, կարող է իրականացնել ներքին կարգով, կարող է իրականացնել այդ պահին, կարող է չհայտարարել դրա մասին, բայց դա չի նշանակի, որ Հայաստանի հասարակությունը տեղյակ եղավ դրա հետ, դա չի նշանակի, որ Հայաստանի հասարակությունը այդ օրակարգի մեջ է տեղավորվում։ Իսկ նման հայտարարությունները, նման մոտեցումները ի սկզբանե Հայաստանի հասարակությանը պատրաստել են նշանակում, որ լինելու է այսպես։ Դուք գնացեք ընտրություն կատարեք ինձ համար, որպեսզի ես ոտնահարեմ Հայաստանի Հանրապետությունում օրենքները։ Ինչու շատ կարևոր հարց է։
տրամաբանությունը կամ առողջ բնականությունը հուշում է, որ այս դեպքում նրանք իրենց կվնասեին, որովհետև մարդիկ պիտի ոչ չցանկանան, որ կա այնպիսի իշխանություն, որը օրենքով չի կառավարելու, որը խախտելու է սահմանությունը եւ այլն, բայց կա մի շատ հետաքրքիր առանձնահատկություն Հայաստանի քաղաքական դաշտում։ Այն մարդկանց սեգմենտը, ում վրա նրանք հույս են դրել, այն մարդիկ, ովքեր 2021 թվականին ընտրել են Ռոբերտ Քոչարյանին, այն մարդիկ, ովքեր փողոցներում էին եւ ցանկանում էին եկեղեցու որոշ սպասավորների ներկա մասնակցությամբ եւ գլխավորությամբ Հայաստանում համանդրական կարգը խախտել, Հայաստանի Հանրապետություն հեղաշրջում իրականացնել եւ այլն, այդ մարդիկ հենց այդպիսի կառավարում են ցանկանում։ Նրանք ցանկանում են, որ գա ինչ-որ մեկը ուժեղ ձեռք, ինչու է այդ կուսակցության անունը ուժեղ Հայաստան, որովհետև նրանք ցանկանում են, որ գա ինչ-որ մեկը, ինչ-որ մի ուժեղ ձեռք, իրենք ոչ մի բանի չմասնակցեն, ուժեղ ձեռք իրենց փոխարեն որոշումներ կայացնի։ Ինչպես Ռուսաստանում Պուտինը որոշում է, մարդկանց մի հատվածը հայտնի կենթանու նման գնում է եւ այդ որոշումները կատարում են։ Նրանք ցանկանում են Հայաստանում էլ լինի այդպիսի կառավարում։ Ես չեմ խոսում այն մարդկանց մասին, ովքեր իհարկե անձնական շահ ունեն, իշխանության, ռեսուրսների, հասանելիության եւ այլն, սա առանձին սեգմենտ է, բայց այն մարդիկ, ովքեր գնալու են եւ քվեարկելու են այս քաղաքական ուժին, նրանք ցանկանում են նման կառավարում։ Նրանք ցանկանում են իրենց փոխարեն ինչ-որ մեկը գա, որոշումներ կայացնի, իրենք քաղաքականությամբ չհետաքրքրվեն, իրենց քաղաքականությունը չհետաքրքրի, իրենք չդիտեն քաղաքական հաղորդումներ, իրենք չմասնակցեն քաղաքական գործընթացների։ Նման մոտեցում ունեցողների ձայները հավաքելու համար անհրաժեշտ է հաղորդագրություն հղել, որ տեսեք, մենք գալիս ենք իշխանության Հայաստանի Հանրապետությունում, օրենքը, կարգը եւ այլն դրանից հետո լինելու ենք մենք։ Մենք կորոշենք, դուք կանեք։ Ցանկանում եք այդպիսի իշխանություն եւ հենց հարցը հենց անհանգստացնողը ինձ Հայաստանի հասարակություն դիտարկես այն է, որ կա մարդկանց մի սեգմենտ, որը ցանկանում է նման իշխանություն։ Եվ այդ մարդկանց սեգմենտին, այդ մարդկանց սեգմենտը այդ մարդիկ չեն, ովքեր ընտրելու են գործող իշխանություններին, դա մարդիկ չեն, ովքեր ընտրելու են այլընտրանքային ուժերին, դրանք մարդիկ չեն, ովքեր ընտրությունների չեն գնալու, դրանք մարդիկ են, ովքեր ատում են ժողովրդավարությունը, տանել չեն կարողանում անձնական մասնակցությունը, տանել չեն կարողանում մրցակցությունը, ցանկանում են խորհրդային միության տիպի կառավարում, վերևից ներքև, խոշտ հիերարխիա եւ այլն։ Ցավոք սրտի նորից նշեմ, նման մարդկանց որոշակի քանակ կա։ Իհարկե այդ քանակը արդեն երկրորդ մասին հասնելով ձեր հարցադրման, այդ մարդկանց քանակը սահմանափակ է։ Նրանց քանակը բավարարելու է ընդամենը 20-30% ձայն տանելու։ Եվ Սամվել Կարապետյանը եւ նրա քաղաքական ուժը հենց հավակնում են այդ 20-30%-ին։ Նրանց հայտարարությունները միտված չեն իշխանություն տանելու։ Նրանց հայտարարությունները միտված են հաղթելու մյուս քաղաքական ուժերին, որոնք ռուսական կողմնորոշման դաշտում են գործում, որովհետև այն մարդիկ, ովքեր կարծում էին, որ գուցե գնան քվեարկեն Ռոբերտ Քոչարյանին, չգիտեմ, Թաթոյանին, Թևանյանին եւ այլն նմանատիպ մարդկանց, ովքեր Ռուսաստանի հետ, ինչպես դուք բնորոշեցիք, պորտալարով կապված են, այս հայտարարություններից հետո նրանց չեն քվեարկելու են Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին, որովհետեւ նրանք չեն առաջարկում ուժեղ կառավարում եւ հարցերի լուծում վերևից ներքև։ Այսինքն Սամվել Կարապետյանը մրցակցում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի եւ կամ գործող իշխանության հետ, ինչպես իրենք հաճախ հայտարարում են ու ասում են, որ մենք գլխավոր հակակշիռն ենք, այլ մրցակցում է Ռոբերտ Քոչարյանի, ինչու ոչ, երրորդ նախագահի, ինչպես դուք նշեցիք, Թաթոյանի եւ մնացածի հետ։ Տեսեք, Սամվել Կարապետյանը եւ կարծում եմ այն մարդիկ, ովքեր խորհուրդներ են տալիս Սամվել Կարապետյան, շատ լավ հասկանում են, որ մենք չենք կարող հայտարարել, որ մենք մրցակցում ենք Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դա ընդհանրապես կփլուզի իրենց քաղաքական ուժը եւ նրանք կարող են չհայտնեն ազգային ժողովում, եթե նման բան հայտարարեն։ Նրանք պիտի հայտարարեն, որ մենք մրցակցում ենք Նիկոլ Փաշինյանի հետ։ Հակառակ դեպքում նրանք ձայներ չեն տանի։ Բայց իմ կարծիքով, եթե adekvat մարդիկ են, ես կարծում եմ նրանք adekvat մարդիկ են այնուամենայնիվ, նրանք հասկանում են, որ մրցակցել Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր չէ, հաշվի առնելով ժողովրդի տրամադրությունը, հաշվի առնելով այն իրավիճակը, որը կա իրականում քաղաքական դաշտում, այսօր Նիկոլ Փաշինյանի հետ մրցակցել նրանք չեն կարող։ Ոչ միայն նրանք, իրականում այսօր քաղաքական դաշտում որևէ մեկը Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի կուսակցության հետ կոնկրետ այս ընտրությունների համատեքստում մրցակցել չեն կարող։ Ուղղակի իրողություններն են այդպիսի, անկախ դրանից դա լավ է, վատ է եւ այլն։ Ես կարծում եմ որոշակի առումով նաեւ վատ է, որովհետեւ ինչքան շատ լինի մրցակցությունը, այնքան ավելի լավ կլինի քաղաքական դաշտի համար, բայց իրողությունն այն է, որ մրցակցել չեն կարող, բայց հայտարարել, որ մենք չենք կարող մրցակցել Նիկոլ Փաշինյանի հետ, նշանակում է թաղել իրենց քաղաքական հավակնությունները։ Այնպես որ այո, նրանք պետք է հայտարարեն, որ մրցակցում են Նիկոլ Փաշինյանի հետ, նրանք պետք է հայտարարեն, որ տեսեք, մենք հաղթում ենք, ուր որը մենք, ինչպես ասացի, կդառնանք իշխանություն, դուք կունենաք ուժեղ ղեկավարը կգա Ալիևին ոչ կասի, մյուսներին ոչ կասի բացի իր քաղաքական հայր Պուտինից, եւ այդ դեպքում դուք հանգիստ ձեզ համար կապրեք, այլ քաղաքականությամբ չեք հետաքրքրվի, կգնա քաղաքականությունը, անբարոյականությունը թողեք մեզ, մենք այդ անբարոյականությունը կանենք։
Նրանց մոտեցումը այսպեսին։ Պարոն Ղևոնդյան, դուք ձեր խոսքի ընթացքում պնդում արեցիք, որը կարծում եմ շահարկումների տեղիք կտա, որովհետև գիտեք, քիչ են խոսակցությունները այն մասին, ասացիք, որ Բաքվում էլ կա այն անհանգստությունը, որ որոշակի ռևանշիստական ուժեր կարող են գալ իշխանության եւ տապալել խաղաղության գործընթացը, թրիփը եւ ամբողջ այդ երկխոսությունը, որ հիմա քիչ թե շատ կայանում է, այսպես փոքրիկ քայլերով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Տեսեք, քիչ են նաեւ այդ պնդումները հաճախ ընդդիմադիր դաշտից են գալիս նման ձևակերպումներ, որ Բաքվին եւ կամ Թուրքիային ձեռնտու են այս իշխանությունները, նրանք սատարելու են այս իշխանություններին, բայց ստացվում է հակառակը, Բաքվին պետք չեն հատկապես ռուսամետ իշխանություններ։ Ինչով է դա պայմանավորված, որովհետև տպավորություն է, թե հակառակը պիտի լիներ, հատկապես Դուգինի վերջին հայտարարությունների ֆոնին, երբ ասում է մենք ձեզ օգնեցինք, որ դուք Ղարաբաղը գրավեք, հիմա գնացել եք Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցություն եք ստորագրում։ Նաև Դուգինի էս մտահոգությունը հասկանանք, այսինքն մարդը ըստ էության ասում է մենք միասին էինք աշխատում, օգնեցինք Ղարաբաղը գրավեցիք, հիմա գնում եք Ամերիկայի հետ ինչ-որ փաստաթղթեր եք ստորագրում։ Տպավորությունը պիտի հակառակը լիներ, Բաքուն պիտի այնուամենայնիվ ուզենար Ռուսաստանի հետ համագործակցել, ռուսամետ ուժերի հետ համագործակցել, այս դիլեման փորձենք հասկանալ։ Տեսեք, այս հարցը ունի բազմաթիվ շերտեր, բայց գլխավոր շերտը աշխարհաքաղաքական է։ Տրամպի երկրորդ նախագահությունը բացարձակապես այլ դրամաբանության մեջ է ընթանում, քան առաջինը։ Եթե առաջին նախագահությունը ես ինքս անվանում եմ մեկուսացման քաղաքականություն, հետագայում նաև շատ այլ մարդիկ տանտորում ամբողջ աշխարհում սկսեցին այդպես կոչել այդ նախագահությունը, այս անգամ Տրամպը եկել է այլ օրակարգով։ Այդ օրակարգի տրամաբանությունը հետևյալն է. Միացյալ Նահանգները պիտի բազմաբևեռ աշխարհում լինի առաջինը։ Այսինքն մենք պիտի ունենանք հեգեմոն, որը չի լինի հեգեմոն այն տրամաբանությամբ, ինչ կար 90-ականներին, բայց կլինի այնպիսի պետություն, որը այլ բևեռների հետ հարաբերություններում մի փոքր, գուցե չգիտեմ, 10% կամ 50%, արդեն չգիտեմ ինչպես են պատկերացնում, առավելություն կունենա։ Այս տրամաբանության հետ բոլորը հաշ չեն, այս տրամաբանության բոլորը համաձայն չեն։ Եվ համաձայն չի առաջին Չինաստանը, որը գլխավոր մրցակիցն է։ Իսկ Ռուսաստանը այս պահին վերածվել է Չինաստանի ֆորպոստ պետության։ Ռուսաստանը սնվում է Չինաստանից, կարելի է այսպես ասել, որովհետև հիմնական գործընկեր տնտեսական դարձել է Չինաստանը եւ հիմնականում Չինաստանն է հնարավորություն տալիս Ռուսաստանին շարունակել պատերազմը Ուկրաինայում։ Ստացվում է, որ Ռուսաստանը Չինաստանի դաշտում է այս անհամաձայնության մեջ։ Հայաստանը եւ Ադրբեջանը, անկախ նրանից, որ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը Չինաստանի հետ կնքեցին ռազմավարական համագործակցություն, Հայաստանը եւ Ադրբեջանը փաստացի ընդունեցին Տրամպի առաջարկած խաղաղ կանոնները, գնալով Վաշինգտոն առաջին եւ ստորագրելով այն, ինչ ստորագրեցին օգոստոսի 8-ին։ Եվ ստացվում է, որ մեծ հավանականությամբ Չինաստանը նաև եթե ոչ ուղիղ ապա կողմնակիորեն մեղադրում է Ռուսաստանին նրանում, որ Ռուսաստանը չկարողացավ Հայաստանը եւ Ադրբեջանը զերծ պահել Վաշինգտոնի մոտեցումը ընդունելու հարցում, եւ ստացվում է, որ Ռուսաստանը այս հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական կամ աշխարհաքաղաքական պատկերացումների դաշտում հակառակ է դիրքավորված։ Եվ սա մի հարց է, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի շահերը համընկնում են։ Տեսեք, ես չեմ խոսում այն մասին, որ Հայաստանը կամ Ադրբեջանը ճիշտ են արել կամ եթե Ադրբեջանը գնում էր Հայաստանը պետք է չգնար կամ հակառակ։ Ես խոսում եմ նրա մասին, որ կա իրավիճակ, որտեղ Հայաստանը ու Ադրբեջանը նույն ընտրությունն են կատարել։ Ընդ որում գուցե մեկը մյուսից անկախ, շատ հնարավոր է նույնիսկ մեկը մյուսից անկախ։ Իրենք որոշել են, որ իրենք այս դա է ընդհանրում երկուսի շահերը, ճիշտ է։ Գլոբալ խաղի տրամաբանությունում իրենք այստեղ են։ Հետո հանկարծ տեսնեն, որ մյուսն էլ է այդտեղ։ Տեսեք, Երևանը որոշել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացման գնալ, մեկ էլ տեսնել որ Ադրբեջանն էլ է գնում եւ հակառակը։ Եվ ստացվել է այնպես, որ այս շահերի համընկնման արդյունքում երկուսով իրար հետ Ռուսաստանի շահերին հակառակ են գործել։ Եվ այս տրամաբանության մեջ իսկապես Հայաստանում իշխանության փոփոխությունը եւ այս տրամաբանությունից դուրս գալը չի համընկնում Ադրբեջանի շահերի հետ, Ադրբեջանում իշխանության փոփոխությունը եւ այս տրամաբանությունից դուրս գալը չի համընկնում Հայաստանի շահերի հետ, որովհետեւ տեսեք, եթե մեր կողքին լինի մի պետություն, որը մեր աշխարհաքաղաքական այդ տրամաբանություն հակառակ տրամաբանություն ունի, բնականաբար դա մեզ համար սպառնալիք է, նույնը իրենց համար։ Եվ հասկանանք նաև թե ինչի մասին է Ռուբիոյի օրերս արված հայտարարությունը, որ աշխարհակարգը փոխվում է եւ պիտի արդեն հարմարվեն երկրները աշխարհամասերը նոր աշխարհակարգին, հատկապես դա ուղերձ էր Եվրոպային, թե դա ամբողջ աշխարհին էր վերաբերվում։ Ռուբիոն միայն այդ ուղերձը չի, որ արել է, ես ցանկանում եմ ուշադրություն դարձնել կան Հայաստանի քաղաքական դաշտում մարդիկ, ովքեր ենթատեքստից կտրել են եւ դրա հիման վրա խոսում են ինչ-որ անդունքների մասին Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջեւ, բայց Ռուբիոն նախ կարճ ճեպազրույցի ժամանակ այլ բան ասաց
ինքնաթիռն է ստելից, երբ մեկնում էր Եվրոպա։ Եվրոպայում եւ ելույթ ունեցավ, հայտի ելույթը, որը բավական մեծ արձագանք ստացավ, եւ մի քանի հանդիպումների ժամանակ այլ մտքեր եւս արտասանեց։ Եվ այդ բոլորի ընդհանուր վերլուծությունը, եթե մենք կատարում ենք, ստացվում է հետեւյալը. այո, աշխարհը փոխվում է եւ բոլորը պիտի դիրքավորվեն նոր աշխարհում։ Այնինչ ես ասացի, Միացյալ Նահանգների գլխավորությամբ բազմաբևեռ աշխարհ կամ բևեռներ, բայց Միացյալ Նահանգները այդ բևեռների աշխատանքի եւ այդ բևեռների ընդհանուր ազդեցություն գործելու գործընթացում ունի որոշակի առավելություն, պիտի ունենա։ Այդպես է գտնում Տրամպը, այդպես է ցանկանում Միացյալ Նահանգների կառավարությունը։ Բայց որpիսի Միացյալ Նահանգները դա կարողանա անել, բավարար չէ, որ պետությունների մի մասը ընդունեն այդ տրամաբանությունը։ Անհրաժեշտ է նաև, դա Ռուբիոն է ասում, ես չեմ ասում։ Անհրաժեշտ է նաև, որpիսի Միացյալ Նահանգների դաշնակիցները իրենք մեծ ներդրում ունենան այդ օրակարգում, իրենք մեծ ներդրում ունենան գործընթացում։ Եվ այն, որ նորից Ռուբիոյի խոսքերն եմ ես բերում, այն, որ Միացյալ Նահանգները ստիպում է ինչ-որտեղ Եվրոպային ավելի մեծ ներդրում ունենալ անվտանգության ապահովման գործում, ավելի մանրակրկիտ աշխատել տնտեսական զարգացման ուղղությամբ, գումարներ ներդնել այնտեղ, որտեղ եվրոպացիները չէին ցանկանում գումարներ ներդնել եւ ցանկանում էին շարունակել զվարճանալ, ինչպես վերջին 70 տարիներին Միացյալ Նահանգների հովանոցին տակ, սա բխում է հենց Միացյալ Նահանգների կողմից պատկերացած այդ նոր աշխարհակարգի տրամաբանությունից։ Դուք մեր դաշնակիցն եք, բայց մեր դաշնակիցը լինելու դուք պիտի ներդրում կատարեք այդ դաշնակցությունում։ Բավական է այն, որ մենք այսքան տարի, այսքան տասնամյակներ մենք անվտանգություն ապահովեցինք, դուք զվարճակի կենտրոններ ստեղծեցիք։ Մոտավորապես տրամաբանությունը այսպիսին է Ռուբիոյի մոտեցման, ինչը ուղղակիորեն հենց բխում է Տրամպի այդ նոր աշխարհակարգի ձևավորման տրամաբանությունը։ Այսինքն Եվրամիությունը այնուամենայնիվ դառնում է նոր քաղաքական միավոր։ Ռուբիոն ասաց հետևյալը, Առանձին միավոր նկատի։ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները մեկ քաղաքակրթություն են։ Եվ ինչքան դուք լինեք ուժեղ, ինչքան ձեր սուբյեկտայությունը մեծ լինի եվրոպացիների նկատի ունենալով, ինչքան դուք որպես միավոր ավելի մեծ տեղ զբաղեցնեք, այնքան կշահենք երկուսս իրար հետ։ Այսինքն Միացյալ Նահանգները ցանկանում է ունենալ երկգլխանի քաղաքակրթական կառավարում, որտեղ երկու գլուխները, իրենք եւ Եվրոպան, կլինեն համարժեք քաղաքական միավորներ եւ երկուսով իրար հետ այնուամենայնիվ այդ հեգեմոնիայի աստիճանակարգությունում բարձր դիրք կզբաղեցնեն։ Ինչ սպասել, պարոն Ղևոնդյան, նաև Իրան, Միացյալ Նահանգներ սպասվող հանդիպումից եւ այդ քննարկումներից միջուկային քննարկումները ինչ է դա տալու ընդհանուր առմամբ։ Մենք տեսնում ենք տևական ժամանակ է Իրանում ճգնաժամ կա եւ ամենատարբեր հայտարարությունների են հանդես եկել Միացյալ Նահանգները, մեկ խոսում էին հարձակումների մասին, մեկ հորդորում էին գնալ իշխանափոխության, տարբեր են եղել հայտարարությունները։ Ռուբիոն վերջին հայտարարությունում ասում էր, որ հենց այս պահին էլ Միացյալ Նահանգների նախագահը պատրաստ է նստել եւ երկխոսել, խոսում էին իշխանափոխության սցենարների մասին, ասում էին, որ դա լավագույն սցենարը կարող է լինել։ Հիմա ինչ սպասել ըստ էության սպասվող հանդիպումից եւ նաեւ ինչ հնարավոր սցենարներ են այս պահին, այսպես ասեմ, նախանշվում։ Ճիշտն ասած, մեծ սպասումներ ես չունեմ առ այն, որ հնարավոր է հանգուցալուծվի խնդիրը։ Ինչու՞, որովհետեւ ըստ արտաքին տպավորության իհարկե տեղեկությունները շատ քիչ են այդպես մեծ հավանականությամբ կանխատեսում անելու համար, բայց ըստ արտաքին տպավորության Միացյալ Նահանգները ցանկանում է այնուամենայնիվ հասնել Իրանում աշխարհիկ իշխանության վերաձևմանը, այսինքն հոգևոր իշխանությունը դուրս գա եւ աշխարհիկ իշխանությունը կարողանա ինքնուրույն իրականացնել կառավարում։ Գուցե Իրանի ներսում էլ կան, ընդ որում ես նկատի ունեմ իշխանության ներսում էլ կան որոշ ուժեր, որոնք համաձայն են այս օրակարգի հետ, բայց հոգևոր իշխանությունը այնուամենայնիվ բավական ուժեղ է։ Հիմա, քանի որ տեղեկությունները ամբողջական չեն, չենք կարող մենք նշել արդյոք Միացյալ Նահանգները հրաժարվել է այս օրակարգից եւ կգնա համաձայնության ստանալով միայն այն, ինչ առաջարկում է Իրանը, իսկ Իրանը առաջարկում է միջուկային զենք չունենալ։ Թե այնուամենայնիվ Միացյալ Նահանգները կշարունակեն պնդել, որ Իրանում պետք է փոխվի իշխանության տեսակը, որովհետև առաջին դեպքում, եթե իշխանությանը վտանգ չսպառնա միջուկային զենք չունենալու հարցում, Իրանը զիջումների պատրաստ կլինի եւ կգնա։ Երկրորդ դեպքում, եթե այնուամենայնիվ օրակարգում Միացյալ Նահանգները իհարկե ոչ բացահայտ, բայց գուցե փակ հանդիպների ժամանակ դնում է իշխանության ձևը փոխելու հարցը, այստեղ մեծ հավանականությամբ Իրանը ոչ մի համաձայնության չի գնա եւ կոշտ կլինի Իրանի դիրքորոշումը։ Զարգացումները ցույց կտան իրականում։
Եվ վերջին հարցս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին են, պարոն Ղևոնդյան, ինչ սպասել նաև այդ համատեքստում եւ այդ դինամիկայի առումով, որովհետեւ գիտեք, վերջին 1 ամսվա ընթացքում հատկապես մենք տեսնում ենք ակտիվ հայտարարություններ գրեթե ամենօրյա մակարդակում Լավրովը, Զախարովան, Գալուզինը ամենատարբեր Օվերչուկը ամենատարբեր հայտարարություններ են անում, բայց այդ հայտարարություններում հիմնական մեղն այն է, որ Հայաստանին կարծեսների հիշեցնում են, թե իր տեղը, այսպես ասեմ, թե ով է ինքը, բարբերաբար հիշեցնում են, որ դուք շարունակում եք մնալ ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ անդամ, թրիփը չի կարող լինել առանց Ռուսաստանի, որովհետև այնտեղ ռուս սահմանապահների վերահսկողության գոտի է։ Պարոն Ղևոնդյան, ընդհանուր առմամբ սրանք պարզապես հայտարարություններ են մեզ մեր տեղը ճակերտավոր ասած հիշեցնելու համար, թե սրանք ավելին են, սրանք զգուշացում են կամ ավելի վատ սրանք ինչ որ իմաստով նաև Վերջին հարցը այնպեսի ծավալուն հարց է, որ կարելի է ամբողջ հաղորդման ընթացքում խոսել, եւ եթե դուք հրավիրեք, սիրով մեկ անգամ կգամ եւ մենք քննարկենք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ամբողջ բլոկը, որի մասին դուք ասացիք, որովհետեւ դա մի մեծ բլոկ է, որի վերաբերյալ առանձին պետք է հասկանալ ամեն ինչ, բայց այսպես եթե կարճ փորձենք կապել եթերը չզբաղեցնելու համար, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում այժմ գնում է ճշգրտման գործընթաց։ Հայաստանը հասկանում է ինչպես կարելի է խոսել Ռուսաստանի հետ նոր պայմաններում, Ռուսաստանը հասկանում է ինչը կարելի է այնուամենայնիվ Հայաստանից չկորցնել այս նոր պայմաններում։ Հուսամ, որ այն ինչ Ռուսաստանը չի ցանկանում կորցնել, օրինակ Հարավկովկասյան երկաթուղիների տեսքով, այնուամենայնիվ չի ստացվի եւ կկորցնի, որովհետեւ Հայաստանի համար առանց Հարավկովկասյան երկաթուղիների հարցը լուծելու ապագա չկա մեր տարածաշրջանում։ Բայց բազմաթիվ այլ հարցեր եւս կան, որոնց վերաբերյալ, ինչպես ասացի, առանձին կարող ենք զրուցել։ Այսինքն դրանք ոչ թե սպառնալիքներ են, այլ հիշեցումներ են, որ Հայաստանը դեռ կարևոր է Ռուսաստանի համար։ Դա իրականում աշխատանք է։ Ռուսաստանը փորձում է աշխատել հնարավորինս քիչ կորուստներ ունենալու համար։ Հայաստանն էլ ցանկանում է աշխատել եւ աշխատում է ձեռքբերումներ ունենալու համար։ Թե ում մոտ ինչքան կստացվի, դա ժամանակը ցույց կտա։ Շնորհակալ եմ, պարոն Ղևոնդյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն էր։ Կհանդիպենք։